Տեսեք, Գյումրիում մոտարապես այն քարոզարշավն է, որը կար Երևանում։ Շատ չնչին տարբերությամբ տեղական սպეციფიკայով։ Երևանում ասում են, չէ, գալիս էր Ավենյանը ասում էր, ասենք կանեմ կարգախոսով էր խոսում, նույնիսկ կարգախոսով, ասենք կանեմ, չէ։ Հիմա այնտեղ մոտարապես իրենց տեխնացուն այդ տրամաբանությամբ էլ գործում է։ Գնում է քաղաքացիներին ասում է, հա, պրոբլեմ ունես, լուծեմ։ Դա ընտրակաշառքի նման բան է, կուլտուրական ընտրակաշառք կարելի ասել։ Ինքը ունի վարչական ռեսուրս, ինքը ունի ֆինանսական ռեսուրս իր կողքն է, ինքը ում որ տեսնում է, փաստացի 7 տարվա մեջ ոչ մի շենք չեն կառուցել, ոչ մի տուն չեն կառուցել, ոչ մի խայտարակ վիճակ, լուսավորության խայտարակ վիճակ, աղբանության խայտարակ վիճակ, տրանսպորտը մինչև 20:00 են աշխատում, ընդ որում ընդամենը 8 ուղղությամբ է աշխատում տրանսպորտը, ընդամենը 80-ից 90 միկրոավտոբուսներ կան, գազելներ կան, որոնք աշխատում են եւ որը հերիք չի անում, որպեսզի մարդիկ տրանսպորտից օգտվեն մինչև 11:00 գոնե եւ արդյունքում այնտեղ երեկոյան կյանք Գյումրիում գոյություն չունի, խանութները չեն աշխատում, ժամանցային վայրերը փաստորեն կանգ են առնում, որտեղ մարդիկ տրանսպորտի խնդիր չկա, ընդ որում տրանսպորտի ոչ միայն խնդիր չկա, այլ ուղղությունները տրանսպորտի այնպիսին են, որ մարդկանց տները հեռու են տրանսպորտից եւ որ լուսավորությունը չկա, պլյուս շների խնդիր։ Ի տարբերություն Երևանի, այնտեղ մասսական կա շների խնդիր, որոնք փաստոցին վտանգավոր են, այսինքն ըստ էության վայրի վիճակի մեջ է այդ իրականությունը եւ ստացվել այնպես որ մարդը փաստորեն տրանսպորտ չունի, պետք է ոդկով հասնի իր տուն, լուսավորության բացակայության պայմանում ինքը պետք է կռիվը մտնի շների հետ եւ ինչպես դուրս կգա այդ կռվից, արդեն Աստված գիտի եւ այդ խնդրեմը առաջնային է դարձել Գյումրիում, որը խայտարակություն է եւ ամոթ է, որ Հայաստանի երկրորդ քաղաքում փաստացի այդպիսի իրավիճակ է։ Մենք խոսում ենք, որ հռչակում ենք, մենք պետք է Գյումրին լինի Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, բայց ինչ մշակութային մայրաքաղաք։ Գյումրին Հայաստանի աղքատության մայրաքաղաքն է։ Աղքատության բառից բուն իմաստով։ Բոլոր պարամետրներով այնտեղ աշխատավարձն ավելի ցածր է, քան Երևանում։ Աշխատանք չկա, աշխատանքի խնդրեմ կա, մարդիկ աշխատանք չունեն, պլյուս դրան գումարած այս սոցիալական ծանր խնդիրները։ Եվ այս պայմաններում այս մարդիկ 7 տարվա մեջ ոչ մի բան չեն արել, մատը մատին չեն դրել, լկտիաբար գնացել են, որպեսի քվեն ստանան, նորից հիշում են նախկին վատ բարքերը, որպեսի մարդիկ այդ նախկին վատ բարքերը հիշելով, իրենք այդ նախկինների հիշելով կան իրենց քվեարկեն։ Գիտեք, ես մի բան կարող եմ ասեմ, այս իշխանությունը ապրում է եւ գործում է եւ գոյատևում է բացառապես նախկինի պատճառով։ Եթե նախկինը չլիներ, այս իշխանությունը ասենց ասեմ, շատ կարճ ժամանակում չէր լինի, որտեղ այս իշխանությունը իրենց 0 բան է ներկայացնում, ինքը չունի ոչ մի արժեք, ոչ մի գաղափար, ոչ մի պրոյեկտ, ոչ մի նախագիծ։ Իդեպ ասեմ, որ գյումրեցիները շատ լավ հասկանում են, որ այս մարդիկ փուջ են, ոչինչ չունեն եւ ըստ էության իսկապես պատրաստ են այս մարդկանց մերժելու։ Այնտեղ կա 9 քաղաքական ուժ, որից եթե հանենք քաղաքացիական պայմանագիր, մնացածը մեծ հաշվով ալտերնատիվ ծրագրերով են հանդես գալիս։ Ես կոնկրետ ներկայացնում եմ Մայր Հայաստանը, Մայր Հայաստանի բանի կազմը այնտեղ ղեկավարում է Կարեն Սիմոնյանը։ Կարեն Սիմոնյանը գործարար է, իդեպ ասեմ, որ Մայր Հայաստանի թիմը բավականին լավ թիմ է, այնտեղ կան եւ գործարարներ, եւ բժիշկներ, եւ դասախոսներ, եւ քաղաքական մեկնաբաններ, եւ տնտեսագետներ, այսինքն ամբից մարդիկ են, որի վրա ոչ մի կեղծ չկա, բնականաբար իշխանությունը չի կարող որևէ մեկի վրա բան գտնել, եւ մենք ունենք շատ լավ ծրագիր, ընդ որում կներեք, բայց դա էլ պետք է ասեմ առանց համեստության, բացի քաղաքական ձևակերպումներից, որ մենք ընդդիմադիր ուժ ենք, մենք ունենք նաեւ շատ հետաքրքիր հերանեկարային ծրագրի Գյումրի զարգացման իմաստով։ Դա մենք ունենք այն ուժն է, որ միակ ուժն է, որը չի ուզում սոցիալական պոպուլիզմով զբաղվել, ուրիշները բոլորը սոցիալական պոպուլիզմով զբաղված։ Ինչու է այդպես, որտեվ իշխանությունը բառից բուն իմաստով ընտրակաշառքի փիլիսոփայական իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ է քարոշուն անում, այսինքն կոնկրետ փող չեն բաժանում, բայց գնում են ասում են, ես քո տունը կլուծեմ, ես կլուծեմ, այս ասեք կանենք տարբերակով։
ինչ որ քաղաքացի են բռնում, ասում են դու ինչ որ խնդրեմ չունես, կլուծենք, այսինքն սաղին ում տեսնում են, անես տպավորություն կա, որ իրանք բոլոր խնդիրները հիմա պատրաստ են լուծեն, 7 տարի չէին լուծել, հիմա են պատրաստ լուծել։ Անի թաղամասում լուսավորություն են սարքել, թմկարում են, որ հեսա մենք լուսավորությունը սա Գյումրի կանենք, որը 7 տարվա մեջ ոչինչ չեն արել, ոչ մի բան չեն արել։ Հասկանում եք, սա է խնդիրը։ Եվ հաշվենալով այդ հանգամանքը մնացածն էլ որպեսի կարողանան մարդկանց գրավեն, նրանք են փորձում սոցիալական պոպուլիզմը զբաղվել, ես նույնիսկ եմ գրում միակ քաղաքական ուժը, որը հերանեկային ծրագրով է հանդես գալիս, դա Մայր Հայաստան դաշինքն է Կանեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Ինչ եմ դա ասում, որովհետև շատ լավ հասկանում ենք, որ այսօրվա Գյումրիի բյուջեն 14 միլիոն դոլար է։ 14 միլիոն դոլարով հնարավոր չի խոստում տալ 140 միլիոն դոլարի խոստում տալ։ Դա սուտք է, խաբեություն կլինի։ Մենք որոշել ենք չխաբել գյումրեցիներին, բայց մենք ինչ ենք առաջարկում։ Մենք ասում ենք, որ 14 միլիոն դոլարով չի հնարավոր չէ լուրջ խնդիրներ լուծել։ Ընթացիկ խնդիրներ կարելի լուծել, հա, լուսավորությունը կարելի լուծել, տրանսպորտի խնդիրը մինչև 11:00 կարելի լուծել։ Դա խնդիր չի։ Դա մանր խնդիրներ են, դրանք այդ խնդիրներով դու չես կարող գյումրեցու կյանքը բարելավես, բայց դու մշակութային ամբողջ այդ ճարտարական այդ ամբողջ այդ բաները չես կարող լուծել։ Դու լուրջ բիզնես չես կարող զարգացնել։ Դրա համար մենք առաջարկում ենք, որ Գյումրիում պետք է լինի ազատ տնտեսական գոտի։ Դրա համար Կարեն Սիմոնյանի թիմը ստորագրահավաք կազմակերպեց եւ ընդամենը 20 օրվա ընթացքում 7700 ստորագրություն հավաքեց, իսկ մեզ պետք էր ընդամենը 1100, որտեղ Գյումրիում այսօր ընտրողների քանակը մոտավորապես 11-12 հազար ընտրող կա, իր մի տոկոսը հերիք էր, որպեսզի մենք այդ մի տոկոսը հավաքելուց հետո իրանք ունենայինք այդ ստորագրաբակի հիման վրա դա ներկայացնենք ապագա ավականի, քաղաքային ավականի, որպեսզի ավականին որոշում կայացներ, պահանջով դիմեր կառավարությանը, որտեղ դա ավականու մակարդակով լուծելու խնդիր չի, դա պետք է կառավարության մակարդակով լուծվի այդ խնդիրը։ Կառավարությունը պետք է որոշի, թե ազատ տնտեսական գոտի ինքը թույլ է տալիս Գյումրին, թե չլինի։ Բայց հաշվառելով այն հանգամանքով մենք լուրջ ուսումնասիրել ենք այս խնդիրը, դրսից գործարաններ հետ բանակցել ենք, այդ մարդիկ պատրաստ են, եթե ազատ տնտեսական գոտի լինի այն պայմաններով, որ մենք ենք առաջարկում, այդ ընդ որում առաջարկությունները մենք իրանց հետ քննարկել ենք իրար հետ միասին եւ իրանք ասել են, որ մենք պատրաստ ենք, մենք արդեն նույնիսկ գործարանների որոշակի քանակ ունենք, որոնք պատրաստ են այդ պայմանի պարագայում լուրջ ներդրումներ անել։ Մենք հաշվել ենք, որ արդեն մոտակա 1, 2, 3, մաքսիմում 4 տարվա ընթացքում մինչև 500 միլիոն դոլար կարող ենք ներդրում բերենք Գյումրի, եւ որի արդյունքում 15000 նոր աշխատատեղեր կարելի է ստեղծել։ Ընդ որում Գյումրի քաղաքի մոտավորապես 300 հեկտարի այդ ազատ տնտեսական գոտին պետք է լինի, իսկ Գյումրի քաղաքը պետք է հռչակվի ազատ քաղաք։ Ինչ է նշանակում ազատ քաղաք, որ Գյումրիում այդ պայից հետո 25 տարվա ընթացքում Գյումրիում բոլոր կերպակների, բիզնեսների, խանութների հարկերը պետք է 2 անգամ ավելի ցածր լինեն։ Այն բիզնեսները, որ աշխատում են շրջարկով, 2 անգամ պետք է ցածր լինի, այն բիզնեսները, որ աշխատում են ԱԱՑ-ով, ավելացած արժեքի հարկով եւ շահութարկով եւ շահութարկը եւ NDS-ը պետք է 2 անգամ ավելի ցածր լինի։ Այսինքն, եթե այն վերաբերում է այն բիզնեսների մասին, որոնք գործում են եւ աշխատում են կոնկրետ Գյումրի քաղաքում, այսինքն ոչ թե այն դրա համար, որ գրանցվեն, բայց աշխատեն Երևանում։ Այսինքն, սա պրինցիպիալ խնդիր է, որ մենք ուզում ենք Գյումրին որպես քաղաք զարգացնենք, Գյումրին սարքենք Հայաստանի իսկապես բիզնես կենտրոնը, ինչպես որ ասենք, օրինակ, այնպես չի, որ Գյումրին ճիշտ է երկրորդ քաղաքն է, բայց պետք է երկրորդական քաղաք լինի։ Օրինակ Չինաստանում Պեկինը իրենց մայրաքաղաքն է, բայց Շանխայը իրեն բիզնես մայրաքաղաքն է դարձել, Շանխայն է դարձել ամբողջ հիմնական բոլոր բաները հենց Շանխայում են, Հոնկոնգում են, Շանխայում են, ոչ թե Պեկինում։ Նույնը կարելի ասել, ասենք, չգիտեմ, Բաթումին մեր հարևան Վրաստանի ինքը դարձել է տուրիստական մայրաքաղաք։ Այսինքն Բաթումին տուրիստը հիմնականում գնում է ոչ թե Թբիլիսի, այլ Բաթումի, որտեղ դա է դարձել։ Իհարկե այնտեղ ծովի արկայություն կա, բայց եթե մենք Գյումրին զարգացնենք բավականին լուրջ մակարդակին, որում բոլոր ենթակառուցվածքները Գյումրիում կա, եւ երկաթգիծն է աշխատում, եւ հյուսիս-հարավ ճանապարհի վրա է Գյումրին, եւ ամենակարևորը կա նաեւ аэроպորտ, օդանավակայան։ Այսինքն այդ 3 գործոնները որ կան, փաստացի մենք կարող ենք Գյումրին սարքենք շատ լավ այդպես ասած կենտրոն բիզնեսի զարգացման։ Բիզնեսը փողը թույլ կտա, որ արդեն մենք մշակութային բոլոր մեր այդ շենքերը, բաները վերակենդանացնենք, որտեղ Գյումրին ժամանակին ցարական Ռուսաստանի ժամանակ եղել է տարածաշրջանի 3-րդ քաղաքը, Բաքվից, Թբիլիսից հետո 3-րդ եղել է Ալեքսանդրոպոլը։ Եթե մենք վերականգնենք 5 Գյումրին, 5 Գյումրիի կոլորիտը վերականգնենք, туриզմը միանգամից կզարգանա, դու туриզմը կզարգանա ոչ միայն կենտրոնում, այլ նաև ամբողջ քաղաքում։
Եթե դրան հետ գումարես նաև ընթացիկ խնդիրներ լուծենք, լուսավորությունը, շների խնդիրը, տրանսպորտը, ժամանցային կյանքների մարդիկ փող ունենան ձեռքը, Գյումրին արդեն կզարգանա 15000 նոր աշխատատեղ, 500 միլիոն ներդրում, արդեն մուլտիպլիկացիոն էֆեկտ կտա եւ բազմաթիվ մարդիկ կգան Գյումրին կսկսեն ապրել, Հայաստանում կդառնա այսպես ասած լիսկաթափում գնա Երևանից արդեն կամաց այդ կենտրոնացումը կգնա արդեն դեպի Գյումրի։ Գյումրին կդառնա այն դրայվերներից մեկը Հայաստանի զարգացման, որը արդեն մուլտիպլիկացիոն էֆեկտով արդեն կտա զարգացումը արդեն հարակից մարզերի վրա։ Դա շատ ֆունդամենտալ ծրագիր է։ Դա ես նույնպես եմ գրում, դա մենք լրջորեն քննարկել ենք, մշակել ենք այս ծրագիրը, դա գրքային ծրագիր չէ, դա ծրագիրը մշակված է հաշվի առնելով նաև դրսի գործարարների, այսպես ասած, տեսակետները ու պայմանները, որտեղ առանց դրա մարդիկ ներդրումներ չեն բերիլ Հայաստան, իսկ Հայաստանում այսօր օդի ջրի պես նոր ներդրումներ են պետք։ Դա միանշանակ է։ Այսինքն սա շատ, այսինքն այդ ազատատեսական գոտու գաղափարը, եթե մենք կյանքի կոչենք, գյումրեցիների հետագայում արդեն եւ աշխատավարձները կբարձրացնեն, եւ քաղաքային բյուջեն կունենա հնարավորություն քաղաքի թոշակառուների թոշակները բարձրացնելու համար բազմաթիվ սոցիալական խնդիրներ չեմ ասում որ մանկապարտեզները ազատ բան կան անվճար կլինեն դպրոցների քանակը դպրոցները ավելի լավ մատչելի պայմաններ կունենան այնտեղ դպրոցների խնդրեմ չկա դպրոցներ կան բայց աշակերտները քիչ են քան դպրոցները այսինքն մարդիկ դա ինչ է նշանակում որ մարդիկ հեռանում են Գյումրիից գնում են Երևան ավելի վատ Հայաստանից դուրս մենք պետք է ամեն ինչ անենք որ Գյումրեցին մնա Գյումրիում եւ ըստ էության Գյումրին կարողանա զարգանալ շնչի Գյումրին 2000-ական թվականներին աղետի գոտից մենք ազատվեցինք, սարքեցինք արդեն քաղաք, բայց քաղաքի զարգացման խնդիրը դեռ չենք կարացել։ Իսկ մարդիկ արդեն ունեն բնակարան, դոմիկներում մնացել են ընդամենը 2700 դոմիկ, մի քիչ ավել միգուցե լինի, հա, բայց ընդհանուր առմամբ մարդիկ չունեն աշխատանք, մարդիկ աշխատանքի խնդրեմ ունեն։ Աշխատանքը շատ աշխատավարձը շատ ցածր է։ Մարդիկ կատակում են, ասում են դա ոչ թե աշխատավարձ է, այլ աղքատավարձ է։ Նույնիսկ քաղաքապետարանի աշխատողները մոտավորապես 2500 աշխատող կա, ցածր աշխատավարձներով են ապրում։ Այդ մարդիկ մարդը պետական համակարգում ոնց կարող է, չգիտեմ 100, 120, 200 կամ այդ 1000-ով ինքը կարողանա լուրջ մագարտակի պետական աշխատանք տանի։ Իհարկե ոչ։ Մենք մինչև այս ծրագրերը չաշխատեն, մենք չենք կարող մարդկանց կենսամագարտակ անկամներով բարձրացնել, որտեղ այնտեղ 1000 կամ 2000 դրամով աշխատավարձը կամ թոշակը բարձրացնես, դու խնդիր չես կարող լուծես։ Դու պետք է կարողանաս անկամներով բարձրացնել, որ մարդը որակով իր կյանքը որակով փոխվի։ Սա է ամբողջ խնդիրը։ Իսկ դրա համար 14 միլիոն դոլարով ով էլ որ լինի Գյումրիի քաղաքապետ, խնդիրները չի լուծի։ Դրա համար մենք չենք գնում խաբեության ճանապարհով։ Մենք գնում ենք ճշմարտության ճանապարհով։ Մենք անկեղծորեն մարդկանց ասում ենք հարգելի գյումրեցի քո խնդիրը պետք է լուծվի այն ժամանակ, երբ որ դու ունենաս արժանապատիվ բյուջե, իսկ բյուջեն մենք չենք կարող Երևանից խնդրենք, որտեղ Երևանից իրանք չունենք, դա խնդրենք, որտեղ ուրիշ մարզերը, ուրիշ քաղաքները կասեն, իսկ ինչի մեզ այդ բանը չես տալիս։ Սա էլ է հասկանալի։ Դա համար մենք պետք է կարողանանք ինքնուրույն հնարավորություն սարքենք, որ Գյումրին կարողանա զարգանա։ Ուզվորի կարգավիճակից պետք է դուրս գա, պահանջողի կարգավիճակով պետք է Գյումրի պահանջի, որպեսզի իշխանությունը գնա այդ քայլին։ Հիմա հարց են տալիս, բայց իսկ միգուցե իսկ կարող է իշխանությունը չգնա այդ քայլին։ Հարցը sense ձևակերպեմ, եթե իշխանությունը չգնա, տրամաբանական եկալ իշխանությունը պետք է փոխել։ Մանավանդ որ բարեբախտաբար 26 թվականը հերոս սահերի հետևում չէ։ Էլ չասենք, որ մինչև 26 թվականն էլ կարող է պետք է ֆորս մաժորի տարբերակով այս իշխանությունը փոխվի։ Սա է ամբողջ խնդիրը։ Այսինքն այս իշխանությունը բացահայտորեն արդեն կառհամարի Գյումրեցուն եթե ինքը մերժի այս ծրագրի կյանքի կոչումը։ Այդ իմաստով ես նույնպես եմ կրկնում միակ քաղաքական ուժը, որը առաջարկում է Գյումրիի հերանեկարային զարգացում, այսօր Մայր Հայաստանն է։ Ես շատ կուզեի, որ ուրիշ ուժերն էլ ունենային այդպիսի հերանեկարային ծրագրեր, Սաուքսետի բոլորը ունեն ծրագրեր, բայց այդ ծրագրերը ընթացիկ խնդիրների լուծման ծրագրեր են, որոնք նույնպես եմ կրկնում, ինչքան էլ դու լավ գեղեցիկ ծրագրեր ունենաս, բայց 14 միլիոն դոլարով դու չես կարող լուրջ խնդիր լուծել։ Դրա համար Գյումրեցին շատ լավ հասկանում է, գյումրեցիների մոտ հուսահատություն կա, անվստահություն կա, անհնավատություն կա։ Ես այդ մարդկանց, ովքեր չեն վստահում կամ հավատ չունեն, ես այդ մարդկանց եմ ասում, հարգելի գյումրեցիներ, դուք մի անգամ փորձեք հավատալ, որ հերանեկարային ծրագրի միջոցով հնարավոր է Գյումրին զարգանալ, դուք կտեսնեք, որ քաղաքը կունենա ապագա ձեր հետ միասին։